Գիտեիք, որ Գրիգոր Զոհրաբը թուրքական կառավարությանը դատի է տվել։ Նա այդ ժամանակ փաստաբան էր և պաշտպանում էր բուլղարացի մի հեղափոխականի շահեր։ Այդ հանդգնության համար Գրիգոր Զոհրաբին զրկեցին փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից և սկսեցին հալածել նրան։ Ողջույն և բարի գալուստ Անիաս Էջ։ Ինձ կարող եք հետևել սոցիալական ցանցերի բոլոր հարթակներում։ Եվ ուրեմն այս դիպվածից հետո Գրիգոր Զոհրաբը արտագաղթում է և որոշ ժամանակ ապրում է արտասահմանում։ Հետո տեսնելով, որ Թուրքիայում հեղափոխություն է տեղի ունենում և երիտ թուրքերն են վերադառնում, նա միամտաբար կարծում է, որ հայրի համար պայմանները ավելի բարենպաստ կլինեն և վերադառնում է։ Կարճ ժամանակ անց նա հասկանում է, որ սխալվել է։ Մի անգամ Շիրվանզադեի հուսադրող խոսքերից հետո Գրիգոր Զոհրաբը կարճ պատասխանում է նրան. «Ես անոնց մեջ կապրիմ, ես կճանչնամ Թուրքը»։ Գրիգոր Զոհրաբը բացառիկ հայ տեսակ էր, նա շահում էր բոլոր դատերը, նախանձ ու հիացմունք էր վայելում ոչ միայն հայրի մոտ, նաև արտասահմանցիների։ Ադանայի ջարդերի ժամանակ Գրիգոր Զոհրաբը Օսմանյան խորհրդարանում աշխատում էր որպես պատգամավոր։ Ճիշտ է, նրան չհաջողվեց պատասխանատվության ենթարկել ջարդերի պարագլուխներին, սակայն նրան հաջողվեց թուրքական կառավարությունից պոկել 10,000 ոսկի Ադանայի որբերի համար։ Սակայն եկեք համաձայնենք, որ 10,000 ոսկին ոչինչ էր, որովհետև կարճ ժամանակ անց թուրքերը տիրանալու էին հայրի տներին և ունեցվածքին։ Մեզ հայտնի է, որ Գրիգոր Զոհրաբը Թայլատ Փաշայի հետ մտերմություն է ունեցել, և Շիրվանզադեն վկայում է, որ երբ Գրիգոր Զոհրաբի ընկերներին ձերբակալում են, նա գնում է Թայլատ Փաշայի մոտ և բացատրություն պահանջում։ Ավելին ասեմ, նա սպառնում է Թայլատ Փաշային, որ կզբաղվի, որպեսզի նրան բանտարկեն։ Սա թերևս լինում է նրա մահախոսականը։ Իրականում թուրքերը իսկապես վախենում էին Գրիգոր Զոհրաբին ձերբակալել մյուս մտավորականների հետ և նրան ապրիլի 24-ին չձերբակալեցին, ավելի ուշ ձերբակալեցին նրան և մեկ այլ հայ ազգի պատգամավորի Վարդգեսի գնդակահարում են կարգի մեջ։ Հետագայում նրա հագուստն ու իրերը վաճառում են շուկայում։ Գրիգոր Զոհրաբը երևելի անձնավորություն էր։ Վստահաբար նա ունեցել է հնարավորություն, այն էլ մի քանի անգամ, խուսափելու մահվանից։ Սակայն նա ընտրեց մնալ և զոհվել իր ազգակիցների հետ։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք նա ճիշտ է արել, որ չի օգտվել այդ հնարավորություններից։ Մեկնաբանության հատվածում խնդրում եմ գրեք ձեր կարծիքը։